Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում Քրիստոսից առաջ 356 թվականին հուլիսի 20-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերությունը տարածվում է Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս։ Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II ղեկավարությամբ։ Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ։ Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված։ Ալեքսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին, մեկը շագանակագույն էր, մյուսը երկնագույն։ Այս խիստ հազվադեպ երևույթը կոչվում է հետերոքրոմիա ու հանդիպում է մարդկանց միայն 1%-ի մոտ։ Ալեքսանդրը չի պարտվել ոչ մի ռազմական արշավում։ Ալեքսանդրի մարտավարական սխեմաները ուսումնասիրում են մինչ օրս տարբեր ռազմական ակադեմիաներում և այլ բուհերում աշխարհի բոլոր ծայրերում։ Մակեդոնացին մեծ հետաքրքրություններ ուներ գիտությունների և փիլիսոփայության հանդեպ և շատ էր սիրում կարդալ։ Նա միշտ իր բանակի առաջին շարքերում էր ու դեմքով գիտեր իր ամեն զինվորի։ Ալեքսանդրը հեռատես էր, իսկ նրա բաժանիր և տիրիր սկզբունքն ապրում է մինչ օրս։ Նա գրեթե միշտ իր գրաված հողերի կառավարիչն էր նշանակում տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչներից։ Ալեքսանդրը սրբորեն հավատում էր այն սկզբունքին, որ մի անգամ դավաճանողը կդավաճանի նորից և միշտ մահապատժի էր ենթարկում անգամ իր կողմն անցած դավաճաններին։ Ալեքսանդրի ձիու անունը Բուցեֆալ էր, ինչը նշանակում է ցլագլուխ։ Բուցեֆալը նրա հավատարիմ ուղեկիցն էր մինչև Հնդկաստանի արշավանքը։ Ալեքսանդրը մահացել է մ.թ.ա. 323 թվականին, ընդամենը 32 տարեկանում Բաբելոն քաղաքում։ Նրա մահվան իրական պատճառը մինչև այսօր հստակ հայտնի չէ, և պատմաբանները տարբեր վարկածներ ունեն։